Փառք Աստծուն այսօրվա համար, Աստված ձեզ օրհնի, պահի։ Իրականության մեջ, ասենք, շատերս, ասենք մարդիկ, ընդհանուր մարդիկ, թեկուզ կարևոր մի հարց կա, բայց տարբեր ավելի ուրիշ հարցերով են զբաղված, կարևորին չեն նայում, բայց Աստված զգուշացնում է մարդուն, մանավանդ այս օրերի համար, ինչ է ասում։ Ասում է, որ դու պետք է այսպիսի հարցին ավելի ուշադրություն դարձնես։ Հիմա կարդամ եւ ինչ է ուզում դրա համար Աստված մեզանից։ Երկրորդ օրինաց 30:19-ում ասում է այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա։ Այսինքն Տերը ուզում է ասի ծածուկ մի տեղ չի, ամբողջ երկինքը եւ երկիրը վկա են, որ ես ինչ գործ եմ արել քեզ համար։ Պատահական չի ասում վկա եմ կանչում, ասում ինչ որ օրերից հետո, երբ որ մենք կանգնենք պատասխանատվության առաջ, դատաստանի առաջ, չենք կարող ասենք այդպիսի բան չեմ լսել, կամ ինչ չի ասվել, բայց Աստված ասում է երկինք ու երկիրը վկա են, երկինք ու երկիրը, այսինքն այդ արարածների մասին է ավելի, այսինքն հրեշտակների եւ այլ արարածները, որոնք հոգիներ են, որոնք անձնավորություն են եւ երկրի վրայի բնակողների, որոնք բոլորը գիտեն Աստված այսօր ինչ է արել։ Ասում է այս հարցում են վկականչում, ասում է կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առջեւ դրի։ Ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես։ Նախ Աստված դնում է ամբողջ եղածը մեր առաջ։ Մենք տեսնում ենք։ Աստված երբ որ ստեղծեց երկինքն ու երկիրը, այդ ժամանակ մահ չկար։ Կյանքը դրեց Ադամի առաջ, Եվայի առաջ, եւ իրանն է զգուշացրեց, որ ապրի, ինչ ուզում ես կեր, ինչ ուզում ես օգտագործի, բայց մի ծառ կա, ամբողջ երկրագնդի վրա մի հատ օրենք կար, որ այդ օրենքը չխախտես, մահացու կլինի քեզ համար։ Եվ Ադամը իհարկե խախտեց, Ադամի հետ միասին, Եվայի հետ միասին Ադամը խախտեց, եւ մահ առաջացավ։ Արդեն երկրի վրա դարձավ այս իրականությունը, ոչ թե միայն կյանք կար, այլ նաեւ մահ կար։ Դրա համար Աստված մարդուն տեղակ է պահում, մեզ բոլորիս, որ երկրի վրա կա կյանք եւ մահ, այս ամբողջ ձեր առջեւ դրեցի։ Թե Աստծո ստեղծածը, թե ձեր վաստակած, ասենք ձեր հոր Ադամի եւ ձեր, միայն Ադամը չի մեղանչել, մենք էլ Ադամի բազմապատիկ մեղքերն են գործել, որոնք մահ են բերում։ Նաեւ Աստված ասեց ամբողջը քո առջեւ եմ դնում։ Բայց զգուշացես, կյանքը ընտրիր, որ ապրես։ Կյանքը ընտրիր, որ ապրես։ Եվ 20-րդ խոսքում այսպիսի խոսք ասում Տերը, ասում է ընտրիր, որ ապրես եւ դու եւ քո սերունդը։ Ասենք քո ընտրությունը նաեւ սերունդիդ համար է, որ դու ընտրես եւ քո սերունդի առաջ դնես այդ կյանքի ընտրությունը, որ քո Տեր Աստծուն սիրես, նրա ձայնին լսես եւ նրան հարես, այսինքն գնաս, որտեղ նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը, որ բնակվես այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը քեզ կտա, ամեն մի ազգին, ամեն մի մարդու իր տեղը տալիս է Տերը։ Բայց ասում եմ, ես եմ քո կյանքը։ Տեր Հիսուսն էլ ինքը գիտեք, Հովհաննես 14:6-ում ասում ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Որ կյանքը ընտրի, պիտի ապրի, Հիսուսին ընտրի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ անկախ դրանից թեկուզ կյանք կա երկրի վրա, բայց կյանքը փոխում են տարբեր դետալների կամ գործերի հետ, որոնց մեջ մահ կա։ Եվ օրինակ, ասենք, պարզ պետք է ասենք, որտեվ ասում ավելի լավ պարզ ճշմարտությունը թեկուզ
մարդուն ցավցնի, քան ծածուկ սերը, որ մարդուն չզգուշացնի։ Մենք տեսնում ենք, շատ մարդիկ այսօր կյանքը չեն ընտրում։ Հենց մենք մեր շրջապատից խոսենք, մեզանից խոսենք։ Զարմանում ես, ասենք, շատ ժամանակ, իհարկե, երբ որ մարդը նոր է ուզում ապաշխարել կամ սկսում է ապաշխարել, ուրախանում ես, անգամ երկինքն է ուրախանում, Տերը ասում է, երբ որ մի մարդ է ապաշխարում, երկինքի հրեշտակները ուրախանում են մարդու ապաշխարությունով, այսինքն եթե դու ապաշխարում ես, պատկերացնում ես, մենք հենց չենք իմանում, գուցե ոմանք մի փոքր ուրախանան կամ շատ ուրախանան, բայց այն ուրախությունը չի ինչպես որ հրեշտակներն են ունենում երկնքում, քո անունը հայտարարվում է, կարելի ասել։ Բոլոր հրեշտակները արդեն քեզ ճանաչում են։ Եվ ինչ են անում, ասում են, ուրախություն են անում երկնքում հրեշտակները, որ այսինչ մարդը ապաշխարեց, փրկվեց մահից։ Սակայն մարդը տեսնում ես ընտրությունը փոխում է։ Շա մենք տեսնում ենք, ասենք, ինչ որ մեկը ապաշխարեց, ուրախացանք, հետո որ նա գործերին նայում ենք, տեսնում ենք, չէ, այդքան էլ ապաշխարացի վիճակ չի։ Իհարկե հրեշտակները նրանով չեն ուրախացում, մենք ուրախանանք, բայց հրեշտակները իսկական ապաշխարությունով են ուրախանում։ Տեսնում ես մարդը ուշք ու միտքը օրինակ ասենք ստեից սկսենք, տվել է շորերին։ Այս շորը հագնի, այս ձևը հագնի, այս ձևով գնա, անգամ նոր շորեր առաջ, որ մենք երիտասարդ էինք, չեմ հիմա շատերը կարող ծաղրեն, բայց հագնում ենք շորը այնքան, որ մինչև բավարար մաշվի նոր փոխենք։ Բայց հիմա չել մաշվում, արդեն համարում են ձևը ներկայի ժամանակի չի, կամ ուրիշի չի հավանի, բայց դա քո կյանքի հաշվից է գնացել է։ Դրա համար դու աշխատել ես, կյանք ես դրել, քրտինք ես դրել, արուն ես դրել, թեկուզ եթե մեկ ինքը չի դրել, իր ծնողներն են դրել, կամ ամուսինը կամ կինն է դրել, ու հեշտ հանգիստ է կյանքի քրտինքը դնում է, շպրտում է ընկում։ Պետությունների մեջ գիտեք, չէ՞ ոնց է ամենակարևորը, որ պետությունը հարստանա, էկոնոմիկան է։ Ընտանիքում էլ այդպես։ Եթե մարդը էկոնոմիա է անում, ոչ թե իր կյանքի հաշվից, այլ էկոնոմիա հաշվելով այս բանով կարելի է հագնել, ինչու ես պետք է ինքով շպրտեմ, կոշիկ լինի կամ ուրիշ բան լինի։ Դա համար առնելուց ուշադիր էլի, որ մի կարճ ժամանակ հետո շպրտես։ Սա արդեն կյանքի ընտրություն չի, ձևերի ընտրություն է, հաճույքի ընտրություն է։ Չես կարող ասել, այսպիսի մարդը Աստծո պատգամ ընդունեց, այսինքն կյանքը ընտրեց, որ ապրի։ Կյանքը չի ընտրել։ Ամեն արդի դեպքում սատանան կարող է մի հատ շորով, մի հատ կոշիկով, ինչ-որ ուրիշ հագուստով կամ մի նման ձևերով մարդու շեղի կյանքի ճանապարհից։ Եվ ես ուզում եմ ուրիշ հատված կարդալ Հուդայի թղթի առաջին գլուխի, իհարկե մի գլուխի, երրորդ խոսքն եմ ուզում կարդալ, ասում է. Սիրելիներ, ամեն ջանք թափեցի, որ ձեզ համար, ձեր մեր ընդհանուր փրկության համար մի բան գրեմ։ Մեր եւ ձեր ընդհանուր փրկության համար։ Հարկ եղավ, որ գրեմ ձեզ եւ խնդրեմ, որ պայքարեք մեկ ընդմիշտ սուրբերին աղանդած հավատքի համար։ Ոչ թե իմիջայլոց վարվեք, այլ նաև պայքարեք, ջանք անեք, պայքարեք այս հավատքի համար, որ ձեր մեջ հաստատվի, մեծանա, աճի։ Մեկ անգամ է, ասում եմ, մեկ ընդմիշտ
ավանդվել, այս մեկ անգամ է ժամանակը, Աստված երկար ժամանակ տվեց, 2000 տարի, տվել է մեզ, և Սուրբ Գրքում գրած է, հեթանոսների ժամանակը կվերջանա, մենք տեսնում ենք, արդեն դռները փակվում են, Աստված թույլ է տվել, որ փակվի, կամաց մենք տեսնում ենք, մենք այդ ժամանակ էլի եմ ասել, երբ որ ուզում են Հիսուսին բռնեն, կալանավորեն, սպանեն, փարիսեցիները, դպիրները, այդ ժամանակվա Իսրայելում եղող առաջնորդները շատերը կային մեջ հատուկ են մարդիկ, որոնք Հիսուսին ընտրել էին, բայց Աստված ասում էր, չէր թողնում, որտեղ Հիսուսը ասում էր, իմ ժամանակը դեռ չի մոտեցել, չեն կարող են ասել, նմանապես վերաբերմունքը կա Սուրբ Գրքի հանդեպ, դարերով մարդիկ սուտ բաներ անում են, բայց գիրքը չէր փոխվում, հաստատ գալիս է վերջին տարիներին, տեսնում եք, որ Աստվածաշնչի վրա են արդեն ձեռ մեկնել, այո, առաջ պահեր կար, կոմունիստների ժամանակ, ովրի ժամանակ, որ գիրքը այրում էին, այս այրելը ավելի են, որ ասում բարի էր, իհարկե բարի բան չի, են ժողովուրդը ասում ավելի խերեր, քան են խերը արաբերեն է, որ նշանակում է բարի, դրա համար թարգմանաբար ասեցի, ավել տանելի էր, կարելի է այդպես ասել, որ գիրքը վառում են ավելի տանելի էր, քան թե որ հիմա փոխում են, վերջնից գիրքը, այն որ բերել են իսկ գիրքը ցույց տալիս, արտաքինով ճիշտ նման, վրան խաչ եւ այլ, այդ չափի համարյա նույն, մեկը բացում ես տեսնում մեջ ուրիշ բան է։ Այսինքն Աստված թույլ է տվել, որ այս չարի ծառաները արդեն ոնց որ ժամանակ եկավ, հիմա է ձեր ժամանակը եւ խավարի, երբ որ եկան Հիսուսին բռնելու, հիմա է ժամանակը նրանց եւ խավարի, որ արդեն գիրք են փոխում, շատեն էլ արդեն չեն հասկանում, որ գիրքն է ճիշտ, իմ ձեռքում ես Աստվածաշունչ կա, նոր կտակարան կա, դու դրան ես հավատում, ես ես կամ, այսինքն մարդը ընտրում է այն, ինչ որ իր ցանկություններին համեմատ է, եւ ասում է, որտեղ վերջանում է հեթանոսների ժամանակը, վերջանում է, սրանով սա ցույց է տալիս հեթանոսների ժամանակը վերջանում է, արդեն ապաշխարությունը կանգնելու է եւ Հիսուսը արդեն պատրաստ է, որ բացահայտվի, գա։ Ու այդ ժամանակ ման կգան, չեն կարող գտնել ճշմարտությունը, որտեղ մոլորեցնող շատ բաներ են դուրս եկել, մարդիկ մոլորվելու են, չգիտեն ուր գնան, ու որ կողմ գնան։ Ուրեմն ասում է, որ զգույշ եղեք, այո, զգույշ եղեք, որտև եթե դուք հիմա չհաստատվեցիք, հետագայում արդեն շատ դժվար կլինի։ Չնայած շատ դժվարացել է շատերի համար, ժամանակին մի 30-40 տարի առաջից, որ մարդկանց ասում էին ապաշխարիր, ասում ենք, որ ապաշխարեք, ասում են հետո, մի քիչ գործ ունեմ, հետո, ինքան մարդու եմ հանդիպի այտենց, բայց պատասխան ենք տալիս, նրանք չգիտեն, որ դա Աստծո պատասխան է, գիտեն, թե ուղղակի որպես մարդ խոսում եք, որպես մարդ ենք խոսում, ճիշտ է, բայց Աստծուց էր պատասխանը, ասում են հետո, Աստված գիտի որ ժամանակին է քեզ կանչում, հետագայում դու չգիտես քո կյանքը ոնց է դասավորվում, դժվար է լինելու ապաշխարությունը, հիմա է քո հաջողության օրերը, հիմա ապաշխարիր, հիմա իրոք որ ծանրացել է ապաշխարելու ընթացքը շատերի համար, ովքեր որ ժամանակին մերժել են, նաև հիմա օրեր կգա, որ ընդհանրապես մարդիկ կուզենան, բայց չեն գտնի, որտեղ այնպես չի, որ ոմանք սուտ են խոսում, ասում են,
երբերելի որ Աստված տեսնի մեկ ուզում է փրկվի, Աստված կփրկի, ոչ, Աստված խոսք ունի առակացում, իհարկե շատ տեղերում, ասում է ժամանակին ես որ ձեռք մեկնեցի, դու մերժեցիր, ձայն տվեցի, դու մերժեցիր, կանչեցի, դու բան տեղ չդրիր, ասում է կգա ժամանակը, որ դու կկանչես, ձեռքդ կերկարացնես դեպի ինձ, կաղաքես, կաղաչես, ես քեզ կմերժեմ, հիշի։ Նես չի որ Աստված միշտ են ըստ մարդկանց մի հատ կներեք որ ասեմ միամիտի մեկն է էլի երբ ուզենք Աստծուն կօգտագործենք չէ ժամանակ կա որ Աստված արդեն դու իսկական սրտով ուզում ես բայց Աստված մերժելու ժամանակն ա տվել արդեն Նա ուզում եմ միտեղ կարդամ Եբրայեցի մի պատմություն է մեծ պատմություն է բայց այստեղ կարճ ներկայացնում է Եբրայեցիների 12-ում ասում է զգույշ եղեք որը մեկն Աստծո շնորհքից չզրկվի, սա շնորհք է, նվեր է, շնորհել է Աստված փրկության ժամանակ, փրկության ավետարան, փրկության հնարավորություն։ Ասում է չզրկվի, չնի թե դառնության արմատը ասում է աճի որևէ մեկի մեջ, թող չաճի որևէ մեկի մեջ ու ոչ ոգի թող նեղություն չտա եւ դրանով շատերը պղծվեն։ Այսինքն վարակովի է։ Մեկը որ վատ բնավորություն է ունենում, շփվում է մարդկանց հետ, սկսում է մեկը ում հետ որ շփվի, նրանց բնավորությունը ձեռք բերի։ Նրան նման լինի։ Շարունակություն կարդում, որպեսզի մեկը պոռնիկ կամ պիղծ չլինի, ինչպես Եսավը։ Կներեք, իհարկե ճշմարտությունը պարտական է ամենը ասելու։ Շատ ասում ես ինչ բառագրած սուրբ գրքի մեջ։ Ինչ կա, մարդ դու ով ես, դա էլ ներկայացվում է։ Գողին ասում են գող, պիղծին ասում են պիղծ, պոռնիկին ասում են պոռնիկ։ Սուրբ գիրքը պետք է ներկայացնի դա։ Այսօր մենք տեսնում ենք երիտասարդներից մեծամասնությունը իրանց տվել են պոռնկության կյանքին, պղծության, շնության կյանքին, մտածելով, թե դա կյանք է։ Ու գլուխ էլ գովում են առանց ամանչելու, առանց այն մեծերի ասած առանց գետինը մտնելու։ Գլուխ են գովում, նկարում են, թե ոնց են աղջկերքի հետ անցկացել կամ տղերքի հետ։ Աղջկերքից էլ շատ-շատերը կան հենց այդ կարգն են ընտրել։ Հեսա փչանալու է այդ մարմինը, որով հրապուրում ես տղերքին։ Մանգաս չես գտնել քո մարմինը։ Ու ներում էլ չի լինելու, որովհետև շատերի արում կա այդ փչացածների վրա, որ շատերին կյանքի ճանապարհ շեղեցին։ Այնպես չի, երբ ուզեն կապաշխարեն, հնարավոր չի։ Վայն նրան, որի ձեռով գայթակղություն կնի Տերը ասում է։ Ավելի լավ ասում մի ջաղացի քար վզից կապեն գցեն ծովի անդունդը կանցնեն մարդ գայթակղեցնի։ Մասից տեսնում եք տղերք աղջիկը մի հատ փչացած կյանքի են անցել։ Ասում չնեն, ինչպես Եսավը պոռնիկ կամ պիղծ։ Որ մի աման կերակուրի համար իր անդրանիկությունը վաճառեց։ Կյանքը եւ մահը առաջ են դրել Աստված ասում է։ Մարդը իր հաճույքի համար իր կյանքը ծախել է, պոռնկության է տրվել, պղծության է տվել։ Ուտել խմելու է տվել։ Ասում է իր անդրանիկությունը մի աման ապուրի համար ծախեց։ Կյանքի, հավիտենական կյանքի համար ուզում է թող հազարատ աղջկա հետ ֆռա, մի աման ապուր էլ չի, կամ տղերքի հետ ֆռա։ Եվ ինչ է ասում, պատմությունն է հիշեցնում, որտև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետև արտասունքով այն փնտրեց։ Լացելը ողբալով փնտրեց, որ ապաշխարի չկարծավ։ Հետ չկարծավ բերիա կործածը։
Չնեկը դենց։ Մի անգամ տված ես հնարավորություն ամեն մեկիս։ Եվ ոչ թե միայն մեր ցանկություններն, այլ կողքից էլ մարդիկ տարբեր օրինակ պետություններում, տարբեր երկրներում մենք տեսնում ենք պետական մակարդակով է արգելվում քրիստոնեությունը, հավատքը։ Տեղ կա որ պետությունը չի խառնում այդ հարցին, բայց տվյալ ժողովուրդն է հավատացյալին ճնշում իրենց մեջ։ Մեր պապերի ճանապարհը չի, սա եսիմ ինչա, պապերի ճանապարհը չգիտեն ինչա։ Ասում գնանք մեր պապերի ճանապարհով, մեր պապերի թողած ավանդությունով։ Ասում են ո՞րն է քո պապի ճանապարհը։ Մեկը կար լավ էր կրթված մարդ էր։ Բարձրագույն քանի հաստատությունները ավարտել ժամանակի մեծ պաշտոնյա էր եղել։ Հիմա ինչ որտեղ պաշտոնյա է, բայց այդ առաջվա նման չի, մենք պետք է վերադառնանք մեր պապերի ճանապարհին։ Ասի, ո՞րն է քո պապերի ճանապարհը։ Տանում հեթանոսության վրա կայնացնում է։ Հեթանոս լինենք։ Բայց դա քո պապերի ճանապարհը չի, կներես։ Հələ չէր հետ գնա, ինչ ես եկե հենց այդ փոսի մեջը կայն է։ Հələ մի հատ գնա հասի Հայկին, Հայկից էլ գնա հասի Նոյին, քո հայրն է, իրանից ես ծնվել։ Գնա հասի Ադամին, որ թեև զղջաց հետո Աստծուն դարձավ։ Այդ քո պապերը իսկական եղել են հավատացյալ, աստվածապաշտ, Աստծուն ընտրած։ Թեև Նոյով վերցնենք։ Հենց դրա համար ինքը մնաց մյուսները կոտորվեցին։ Նոյից հետո եկավ Նեմրութի ժամանակ, Բելի ժամանակ արդեն աստվածաուրացությունը գնում էր, Հայկը որոշեց նրան չենթարկվի իր համախոհներին, ոչ թե միայն իր զավակներին։ Իր ընտանիքը, ախպոր ընտանիքը, բարեկամ ովքեր իր հետ եկան, հարևան, ծանոթ, հավաքեց, եկավ Արարատյան դաշտավայր ապրեց։ Ինչի՞։ Հենց պատմիչները գրում են Մովսես խորենացին, ասում մենք պետք է գնանք մեր հոր ուխտը Աստծո հետ հիշենք, Նոյի ուխտը հիշենք։ Այստեղ է հիչե Նոյը, ուստի Աստված իր հետ ուխտա կապե։ Եվ մենք գանք, որ այս սարը տենալուց մեր հոր եւ Աստծո միջև եղած ուխտը հիշենք, որ երբեք չմոռանանք, բայց այսօր մարդիկը նկարվում են Արադ լեռան պատկերի հետ ու չեն հիշի դա ինչ ուխտ ունի իրենց հոր հետ։ Այդ պատկերը այդտեղ ուխտա կատարվե Աստծո եւ Նոյի ընտանիքի մեջ, որ հավատարիմ մնան Աստծուն, աստվածապաշտ մնան, ոչ թե տանում են մեր նախնիներին տանում են ամենավատ շրջան, ամենակեղտոտ հեթանոսական են կռապաշտության ու ինչ զզվելի արարքներ կան արած են։ Կա այդ պատմությունները գրված են։ Այդ քո պապերն չի։ Այդ ժամանակի մարդիկ, որ քո պապեր ես համարում, նրանք թողել էին պապերի ճանապարհը։ Թեև Հիսուս ասում է, որ դրանց ես ասում պապ, ուրեմն իրաց մեղքն էլ քեզնից կուզվի։ Ոնց ասում են շատերը ասում են, եթե մենք մեր հայրերի օրոք լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չենք լինի։ Ասում են դուք ձեր բերանով եք ասում, դուք մարդասպանների սերունդ եք։ Ուրեմն դրանց հետ էլ կդատվեք։ Ինչի՞ չես բարիներին ասում մեր պապեր, չարերին ես ասում մեր պապեր։ Ուրեմն Եսավը էլ հետադարձ ճանապարհ չունեցավ, որ դառնա եւ ասեց ինչ մարդիկ են հալածում նաեւ ոչ թե մենակ քո ցանկությունն է, հնարավոր դու քո հարցը լուծես, ասես ես պետք է ապաշխարեմ։ Մեկը գալիս է մյուս խնդրեմն առաջացե։ Բայ եղբայր ջան, ինչ անեմ, ամուսինս ասում է կսպանեմ։ Այն մյուսն ասում է գործից կհեռացնենք։ Այն մի տեղ ասում է, ասենք օրինակ մուսուլմանական խմբում է գտնվում, ասում մենք քեզ պիղծ ենք համարելու, ոչ մեկ քո հետ չշփվի, ոչ հարևան, ոչ Եգիպտոսում մի տարածք կա,
Զիբիլի տարածք է անվանվում։ Դες մի բան է կոչվում։ Մի մեծ տարածք է, մի քանի միլիոն մարդ են ապրում, բան հենց Կահիրեում։ Ինչ են արել մարդիկ, որպեսզի իրանց իբր հետ կանգնացնեն քրիստոնեությունից։ Ամեն տան վրա խաչ է նկարած։ Ասել են, եթե հետ չկանգնեք քրիստոնեությունից, ամբողջ քաղաքի զիբիլը ձեր տների վրա ձեր փողոցներում են լցելու։ Հիմա կարակ պոիսկ տակ գտնեք, շատ նկարներ կա, անձամբ ասենք մեզանից մեկն է գնացել էր, այդտեղ նկարացել է բերեց, թե ֆոտո, թե վիդեո։ Ուրեմն ամբողջ պատկերացնում եք մոտ 20 միլիոն նանոց քաղաք, հա։ Իրանք էլ մոտ 2 միլիոնի չափ են, 2.5։ 20 միլիոնի զիբիլը չհաշված կողքերից շրջաններից լցվում է նրանց վրա։ Երեխաները վեր են կենում զիբիլի մեջ խաղում են, չնայած նրանք իմաստուն գտնվեն ինչ-որ տեղեր, իրանց չուրացան Քրիստոսին, բայց սկսեցին աղբ մշակել։ Մարդիկ գտնվեցին, որ սկսեցին հնարավորություն ստեղծել մշակեն։ Միջի երկաթեղեն առանձին են մշակում, լիստեր են սարքում, բալվանկեք են սարքում, ծախում են, այն մյուսը թղթի բաներն են մշակում, մյուսները պլաստմասա, մյուսները հիմա համարում է շատ հարուստ տարածք, բայց կեղտոտ տարածք։ Մեծ փողեր ունեն, ասեն ամենափոքր երեխու ձեռն էլ ամենաթանկ հեռախոսն է։ Ամենալավ շորերն են հագնում։ Այդ քրիստոնը, բայց ամեն օր ավտոներով բան են լցում, զիբիլի են լցում։ Իրանք այդ զիբիլի մշակում են, դարձնում են փող։ Պատկերացրեք, աշխարհում ոչ մի տեղ չկա, որ այդ աստիճան զիբիլը աղբը մշակվի։ Առաջին տեղը, որ ամենաշատ տոկոսով աղբը մշակվում է, ու փող են շինում դրանից, բայց դա կեղտոտ, հոտ, աղբի հոտ է այդ փողոցներում, բայց չուրացան Հիսուսին, դեղեր կա սպանեցին, բայց մարդիկ չուրացան։ Դուք տեսանք, որ Սիրիայում ինչ-որ շարժում էր, ինչքան քրիստոնյաները բռնեցին, մորթեցին հենց էկրանի առաջ, մարդիկ չուրացան։ Իրաքում մի կին, ասում են, քրիստոնյա հա սպառում էին, ամուսինը քրիստոնյա չէր, ինքն էր քրիստոնյա։ Դարձել էր Հիսուսին, իհարկե ինքը քուրդ է եղել, բայց Քրիստոսին ընդունել էր։ Ասում կորա, մի շաբաթ ամուսինը ման եկավ, հետո կնոջ դիակը գտավ, արդեն հագին փչացած մարմինը, գիտեք։ Եվ ինչ ասում Աստվածաշունչը պին բռնած երկու ձեռով, դանակը հարել էին, սպանել էին։ Երևի ուզեցել Աստվածաշունչը ձեռք վերցնեն, չտվե, հենց այդպես էլ դանակը հարել էին, ու գցել էին անտառի մեջ, թոյ գնացել էին։ Մարդիկ կյանք դրեցին, իմանալով ինչի համար են պայքարում, ինչ են ուզում, ուր են գնալու։ Հիմա որ վախցնում են, էդ էլա քրիստոնյայի վրա ազդում, որ իր ընտրությունը փոխի։ Հայաստանում շատերի ընտրությունը փոխեցին։ Փողեր բերին լցին Հայաստան։ Լավ ապրանքներ, մարդիկ տարվան դրանցով, իրենց հավատքը փոխեցին։ Ինչ քրիստոնություն ասեցին, մենք կոսմոպոլիտ ենք, մյուս ասես մենք միասեռական ենք, մյուս ասես լավ ռոճկ են տալոդեսներին։ Մի մարդ էլ ցավալով ասում էր, ախրքալակից էր, հետո եկել էր Հայաստանում էր ապրում, ասում էր, երբ որ ախրքալակում ասում են, էսի ճիշտ քրիստոնյա է, այնի ճիշտ քրիստոնյա չի, ասում է, այմա ճիշտ ու սուտ քրիստոնյա որն ասում է, չի հասկանում։ Ասում է, եկա ստե հասկացա։ Ասում է, օրինակ, սրա նման մի օրինակ էր բերում։ Ասում մեկ է ոմանք ասում են, էսի իսկական
գոմիկա, միասեռական այսպես ասում, այնի չէ։ Ոչ թե։ Սա ոմա գնաց ստից գրվեն են իբր գոմիկա, որ այդ գոմիկի թոշակ ստանան։ Հիմա դες մարդ էլ կան ասում Հայաստանում, սուտ են գնացել գրվել, բայց անունները արդեն գոմիկ ահել է։ Գնացել են պետության մեջ որպես այդ կարգի մարդիկ, որպես ռոճիկ ստանան ասում է։ Զարմանալի է։ Հանում փողի ամեն ինչ անում են, հավաքել են փոխում, վարկել են փոխում, ընտանիքել են փոխում։ Աստված ձեզ պահի, բայց ոմանք սպառում են, սաստում են, բայց տեսեք, Տիրոջ խոսքն ինչ ասում, Եսայի մարգարեության 41-րդ գլխում ասում է. մի վախեցիր, որտեվ ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որտեվ ես քո Աստվածն եմ, ես քեզ կզորացնեմ եւ կօգնեմ քեզ, նաեւ քեզ նեցուկ կլինեմ եւ նեցուկ կլինեմ իմ արդար աչով, ահա քո դեմ բոլոր բորբոքողները կամանչեն եւ ամոթար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչինչի պես կլինեն ու կկորչեն, դու կփնտրես նրանց, բայց չես գտնի, քո դեմ կռվող այն մարդկանց, որ քեզ հետ պատերազմում են, ասում ոչինչի կվերածվեն եւ չի կդառնան, որտեւ քո Տեր Աստվածը բռնում է քո աջ ձեռքը, ես եմ ասում քեզ, մի վախեցիր, ես կօգնեմ քեզ։ Իհարկե մեր այս Աստված կարող է մի վարքյանում փոխի իրավիճակը, որ հալածանք էլ չլինի, բայց այդ ժամանակը մենք տեսնենք բոլորը, ինչպես որ ամբողջ Հայաստանն ասում են, մենք քրիստոնյա ենք։ 70 տարի զարմանալի պետք է խոստովանենք ես մեր նախնիների հետ, մոտիկ նախնիների հետ, սովետի ժամանակի նախնիների մեղքը։ Անցյալն էլ ավելին, տերների ոնց է ասապներ, եղբայրը կարծես խոստովանում իր հայրերի մեղքը։ Հելան ասին Աստված չկա, մուսուլմանական տարածքներում, սովետի միջի մուսուլման կոչված երկրներում, չես լսում մեկը մի հատ մզկիթ քանդեր, կամ անարգել այն տեղը, որտեղ որ Աստծուն են աղոթում։ Քրիստոնեական տարածքներում համար առաջին, ոնց է ամեն ինչում Հայաստան միշտ առաջին է իրան գցում, վատ բաների մեջ է, ամենաշատը Հայաստանում անարգեցին տաճարները, այսինքն շենքերը, որտեղ որ աղոթք են անում, եկեղեցու շենքերը եւ քրիստոնեական ծառայողներին, քահանա լինի կամ ով լինի, քարոզիչ լինի, սպանեցին, վերացրեցին, տաճարները, այսինքն եկեղեցու շենքերը վերացրեցին գոմերի, պահեստների, որն էլ քանդեցին, այսպիսի բան։ Մենք այդ սովետը քանդվավ, կոմունիստի կոստյումը հանեցին, քրիստոնյայի կոստյումը հագան մի հատ է խաշտարեցին, ստե։ Մենք 301 թվից քրիստոնյա ենք։ Բա ով էր մարդ սպանում, այ անիրավ։ Բա ով էր պաշտամունքի տեղը սարքել գոմու պահեստ։ Այդ դու չէիր։ Մեկը կան, որտեղ որ աշխատում են դե դիրեկտորներ, քո նմանների եմ հավատքից հանե, խոստումներ տալիս, ես միջեր տալիս, արի, գործի ինից արի, չաշխատես, քո ռոճիկ 100% ստանալու ես, պրեմիատ կստանաս, 13-րդ աշխատած կստանաս, իմ շրջապատում ման կտամ, կուտես կխմես, մանգաս մենակ մի պայմանով, Աստվածաշունչը մի կարդա, արի կարմիր անկյունում նստի, իմ տված գրքերը 9-ից մինչև 5-ը կարդա, գնա, այդ ամեն ինչ բարում, ու ինչքան էլ ուզում ես ուժդ պատմած տեից տար։ Քեզ գողություն չեմ համարի, բոլորին կասեմ իրան թույլատրելի է, մենակ Աստվածաշունչը կարդալը թող։ Մեր երկրի ստեղծողը Լենինն է, ասում էր, Լենինը ասա Աստված չկա, դու էլ պետք է ասես չկա։ Ես ասի շատ կներես ընկերես ինչան, ես ասու շատ եմ վախենում, չեմ ուզում ես քո ու Լենինի կողքը կանեմ, Քրիստոսն էլ ինձ դատի։
ձեր հետ միասին։ Դիտմամ ասում որ իրանք իմանան ինքն էլ է դատապարտել Լենինն էլ։ Ոնց թե սովետի ժամանակ ոնց թե դու Լենինին ասես պետք է դատվի։ Դրեց վերջը եկա անցուդարձ չեմ պատմում, որպեսզի դատեն էլ աստված չթողեց։ Մեկ էլ եկավ այդ Ղարաբաղյան շարժումը, անջատում, որ հաստատ պետք է սովետից անջատվի, տեսնում Լենինի նկարը գցել է դեր կպցոցը, գցել է հենե վրա տրորմա։ Մատ գլխավոր բժիշկ կար, ասեց այ Միլաս ջան, հիմա ճիշտ ժամանակ գնաս, այս Լենինի մարդ ինձ դատի էր տալիս։ Հալածում էր, ես ինչ ես տրորում Լենինի նկարը։ Հետո մի հատ խաչ կպցրեց դոշին, մենք քրիստոնյա ենք։ Հիմա տենց է, Հայաստանը շատերը կեղծավորությունը իրենց ոնց ասեմ, սովորական մի հատ առօրյա բնավորություն է դարձել։ Քրիստոնյա են կոչում իրանց, բայց քրիստոնյական ոչ մի բան չունեն։ Ոչ բնավորություն, ոչ վիճակ, ոչ խոսք, ոչ ընթերցանություն։ Ոնց ես քրիստոնյա չեմ, աստվածաշունչ ունեմ իմ տան մեջ, գիշերներ դնում եմ բարձից տակ քնում եմ, որ վատ երաս չտենամ։ Ասենք աստվածաշունչը բարձի տակ դնելու քնելու համար չէ, կարդալու համար է։ Կարդացել ես չէ, բայց չես հասկանում, դա գիրք նշանակում է պետք է կարդացվի։ Շատերը բարձի տակ են դնում քնում, ինչ չէ հիմա։ Այնց խնամքով պահել է, որ չմաշի։ Ինչ-որ բան են տոբրակի մեջ են հագցնում, հետո կասեն, տես ոնց են պահել աստվածաշունչը, աշկից լույսի պես։ Համար դեր ասում Էդ չի ասում, ոչ թե ես կնայեմ ձեր բերանի խոսքերը, այլ ձեր պտուղը։ Դեր Հիսուս ասում, կամ ծառը բարի արեք, պտուղն էլ բարի, կամ էլ չար արեք, ծառը չար արեք, պտուղն էլ չար։ Չես կարող մնալ երկու ոտի վրա կաղացող, մեկ քրիստոնություն, մեկ ուրիշ բան, մեկ շորին ես տրվում, մեկ ուտել խմելու, մեկ էլ տերում ես շնության, պոռնկության, մեկ էլ գողության, մեկ էլ բլատնոյ խոսացողների հետ բլատնոյ են խոսում, հավատացյալների հավատքի խոսքով են խոսում։ Ինչ դարձավ։ Համար աստված ասում է դու պետք է բարի ծառ դառնաս։ Ինչի այս հալածանքները, որպեսզի երևա իսկական ընտրած մարդը։ Ովքեր որ իսկական չեն ընտրել, մի ստից նեղություն են տենում, մի 3 օրով փորը սովածանա վերջ քրիստոնեությունը մոռացան։ Սոված եմ, բա ինչ անեմ։ Եղավիթյան սոված մնաց ինչ ես անելու։ Համատացում ենք դրա վրա։ Աստված ձեզ պահի օրհնի, որպեսզի դուք ձեր ընտրության համար պայքարեք, ու դա առաքյալ ասում է։ Ջանք անեք, պայքարեք, Պողոս ասում է, ջանք արեք, որ ընտիր գտնվեք։ Այս Հիսուսին ասեցին, ասում Պետրոս առաքյալ ասեց, Տեր, մենք թողեցինք մեր տուն, տեղ, ամեն ինչ քո հետևից եկանք, հիմա մենք ինչ կունենանք։ Ասես, ինչ թողել եք ձեզ կտամ նորից ավելին։ Եղբայր քույրեր թողեք, շատ եղբայրներ քույրեր կունենաք, մայրեր կունենաք, տներ կունենաք։ Տները իհարկե հիմա ես պարտադիր չի, եթե մի մանով տուն գնում եմ միտեղ իմ քույր եղբայրներն ստանում են, տեղավորում են որպես թե իմ տունը։ Որ քաղաք գնամ, մի տուն ունեմ։ Քույր աղբերս ստանում, տեղավորում են, ինչքան կմնամ, տեղավորում են։ Ինչ պարտադիր է այդ անունով, իմ անունով պետք է գնամ փող ծախսեմ առնեմ, որ դառնա իմ տունը։ Կարիքս այդքան էր, այդքան բավարարում է։ Եվ Աստված օրհնի ձեզ։ Հիսուս ասեց, ամեն ինչը հարապատի կստանաք, դեռ ավելին գումարած մի հատ լավ բաներ կստանաք, հալածանք։ Խնդում են, ես խնդում, յան ետ ինչ լավ բաներ։ Խնդացեք, հետո կիմանաք լավ բանա։ Հալածանք, այս հալածանքները մեր
հարստությունն են։ Ամենալավ օրհնությունն է, որ այս չլներ մենք չենք կարող մեր ընտրությունը ավելի հաստատել, պայքար ավելի հաստատել եւ մեզ բարի ծառ դարձնել, ոնց որ Տերը ասում է, ցույց տվեք ձեր բարի պտուղը։ Հարածանքի մեջ է երևում քո վիճակը, քո բարի լինելը, քո լավ ծառ լինել, լավ պտուղ ունենալը։ Թե չեն ես բոլորն էլ կեցա, խմցրա սեղանի վրա սա, ով է քրիստոնյա, մենք բոլորս, բայց գիտեք, որ ասում եմ, ընկերիք սիրիր քո անձի պես, բա որ չսիրենք, Աստծուն սիրի, մեռնեմ Աստծուն, այդպես հեշտ է ասել, փորձությունն է ցույց տալու, դու տենց ես, թե չէ։ Սիրում ես ընկերոջը, թե չէ, սիրում ես քո ազգին, թե չէ, սիրում ես վերջը, հարևանիդ, բարեկամիդ, Աստված թող ձեզ պահի։ Ուրեմն այս հեսա շուտով այս հալածանքները վերանալու են։ Կապսոսան են մարդիկ, որոնք չօգտվեցին այս հալածանքներից, որ ընտիր գտնվեն։ Վախեցան, թողին մի օր այս կարճ բան պատմեմ, շուտ պատմեմ, ուզում իշտեմ։ Շատ է հալածվում, որ նոր էի ապաշխարել։ Մի տեղ է տեսա աներձակներից մեկի հետ մի մարդ մտամնես, բարևեց, բարև Իրաստանն էի, գործ էի անում, շրջվեցի այդ գործի վրա, բարև ընդունեցի մեկի տեսնեմ, ասեց հայր մեր, որ երկենքում ես, սկսեց հայր մեր արտասանել, ես մտածեցի ուրեմն աներձակս ասել է, հավատացել է, ձեռը առնամ, ուզում եմ հետ դառնա հանդիմանեի, որ Աստծո վախ ունեցի, էլի, դու Աստծուն ես ծաղրում, մեկ էլ հետ դարձա, որ իբր հանդիմանում տեսա, լացելով աղոտքամ, արծուքնից ես գլուր, որ ասպա գնում են, արդեն հասկացա, չէ, եսի հոգուց ցավա, եսի ծաղրանք չի, սպասեցի, մինչև արտասան ես պրծավ, ասեց ես լսել եմ, որ դու շատ ես հալածվում, երանի քեզ, բայց ես չկարողացա դիմանալ, մանավանդ կնոջս հալածանքին, մտնեմ տուն, հալածում ա, դուրս եմ գալում, հալածում ա, միշտ վերես խոսում ա, կպնեմ, չդիմացա սա հալածանքին, ասում ա, քրիստոնյանից հրաժարվեցի, քեզանից առաջ էի, ասում ա, ես ապաշխար է, դու ես թվին արդան հարցնել գիտե, ես թվին ես ապաշխարել, ես քեզան մի 4-5 տարի առաջ ապաշխարել էի, հալածանքին չդիմացա, թողեցի։ Հիմա շատերը, որ թողել են, ինձանից առաջ եղողները, տեսնում են, ասում են, երանի քեզ, մի հոգի տեսավ ինձ ասեց, երանի քեզ, որ քեզ տեսնում եմ ինձ եմ հիշում, որ քո նման ոնց է վազմ ժողովների գիրք էի կարդում ես, ոնց որ դու հիմա այդպես զբաղվում ես այդ ժամանակ ես էլ էի այդպես, բայց թողեցի։ Ինքն էլ ուրիշ բանի համար թողեց, փողի համար։ Մեծ փողեր ցույց տվին թողեց։ Աղոթք անենք։